Հաղորդման հովանավորն է Կարսի լավաշ ընկերությունը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, եթերում համահայկական առավոտն է, սա US Armenia TV-ն է եւ ձեզ հետ են Աննա Գևորգյանը եւ գեղեցկուհի Անահիտ Սիմոնյանը։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այո, սա համահայկական առավոտն է, իմը, քոնը, մեր բոլորինը։ Ուրախ ենք, որ ամբողջ աշխարհից հայերը մեզ հետ են դիմավորում առավոտները, դա շատ հաճելի եւ պատասխանատու է մեզ համար։ Մեր տաղավարում միշտ շատ լավ տրամադրություն է, իդեպ շատ հաճելի է։ Հիմա մեր կողքին պատուհանները բաց են, թռչունների ձայները իսկական են, ոչ թե տակից դրված երաժշտություն։ Իդեպ ասեմ, որ օգտվելով առիթից ուզում եմ ողջունել իմ ծնողներին եւ քույրիկիս, նրանք ամեն օր իդեպ Ռուսաստանից դիտում են մեր հաղորդումը։ Ես դες շատ հաճելի է, ես էլ եմ ողջունում, շատ հարգում եմ, շատ սիրում եմ ձեզ, Մարիամին էլ քրոջդ ավելի ջերմ ողջույններ, շատ լավ ընկերենք ենք։ Խոսենք նաև մեր անուշահոտ այս տուփերից, որ դրված են այստեղ։ Քիչ առաջ, մի քանի րոպե առաջ Կարսից եկան մեր նոր թխվածքները, նոր կարկանդակները, հացը եւ այս բույրը, կարծես մենք լինենք հիմա հենց։ Եվ մենք անդադար սպասում ենք գովազդային դատարին, որ օգտվենք։ Այո, ռեժիսորը արդեն սկսել է ուտել, մենք չենք համբերում, հիմա այս հոտը զգում ենք եւ սպասում ենք դատարին, բայց ինչու՞ չէ, այս պահին էլ կարող ենք ուտել։ Խոստանում ենք, որ կկանչենք հյուր օներին, հիմնադրին Կարսի, որովհետև շատ լավ բիզնես է հիմնված եւ իր խորհուրդներն էլ գուցե օգնեն ոմանց, որպեսզի իրենք էլ չվախենան եւ իրենց բիզնեսը ստեղծեն, չէ՞ որ Միացյալ Նահանգներում կարծես բիզնես ստեղծելը շատ ավելի հեշտ է, քան օրինակ մեր հայրենիքում։ Իրականում համաձայն եմ, այո, այստեղ շատ բաներ կան, որոնք հեշտացված են նոր սկսնակ բիզնեսմենների համար, պետությունը բավականին օգնում է։ Եվ իհարկե մարդաքանակը շատ ավելի մեծ է եւ հնարավորություններն են մեծ։ Այո, Միացյալ Նահանգները անսահմանափակ հնարավորություններ է տալիս թե աճի, թե անկման իրականում։ Այո։ Որովհետեւ այն ինչ որ դու ստեղծում ես տարիներով եւ ամբողջ կյանքում գուցե մեկ ակնթարթում կորցնես եւ անկախ դրանից էլ եթե մարդը իր տեսակով չհանձնվող է եւ ստեղծող է, միևնույն է կստեղծի, համաձայն ես։ Համաձայն եմ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է գտնենք մեր աշխատելու ճիշտ աշխատանքի ձևը անօրինական ճանապարհներին դիմելով շատ ժամանակ այդ դեպքերում են մարդիկ հետագայում կորցնում ամեն ինչ, ինչը շատ ցավալի է։ Դրա համար պետք է աշխատել օրինական, վճարել բոլոր թաքսերը եւ լինել թույլ տուր առարկել չհամաձայնվել քեզ հետ, որովհետեւ իմ կարծիքով ավելի արդար մարդը ավելի հեշտ է անկում ապրում, որովհետեւ այն քայլերը, որոնց կարող է դիմել այլ պրինցիպներ ունեցող մարդիկ, այսինքն եթե դու քո առաջ չես դնում սահմաններ քո արարքներում, դու շատ ավելի հեռուն կգնաս, բայց այն մարդը, ով արդար է ինքը իր խղճի հետ, հա, դա էլ կա։ Գիտես, երբ որ երկու պայքար է գնում եւ պայքարում են արդար մարդը եւ անարդար, ինքը քո դեմ կարող է միջոցներ անել, որոնք դու քեզ թույլ չես տա իր հանդեպ անել։ Համաձայն եմ, իհարկե։ Ինչպես ասում են, ամեն ինչ հարաբերական է, իսկապես ցանկացած բանի մասին խոսելից միշտ էլ երկու կողմ կա։ Համաձայն եմ, այո, իրականում միշտ էլ արդար մարդիկ դժվում են այս կյանքում, ցավոք սրտի, բայց իրականում որ ասում են правда восторжествует վերջում այդ ոնց արդարությունը լավ բան է, այո, արդարությունը վերջում հաղթում է։ Հաղթի։ Հուսանք։ Այո։ Ամեն դեպքում գիտես կյանքը սովորեցնում է ժամանակի հետ, որ դու ես ստեղծում ու կերտում քո կյանքը։ Եվ եթե դու նստես ասես, անարդար է ամեն ինչ, այդպես կլինի քո կյանքը, բայց երբ որ դու հասկանում ես, որ դիմացինի արարքի համարել ես, դու պատասխանատու ինքդ քո առաջ, որովհետև դու ես ընտրել տվյալ մարդուն, որ քո կյանքում լինի, եւ դու ես շարունակում, ինչպես ասում են, եթե քեզ լավ չի այս վայրում, դու ծառ չես, վերկած գնա ուրիշ տեղ, ոչ թե մնա եւ բողոքի, որ այստեղ բերի հող չէ։ Իհարկե։ Ինչ լավ մտքեր։ Շատ ճիշտ ես ասում։ Անայ, դեպ
Գրեթե բոլորը, ովքեր գալիս են նահանգներ, մտածում են իրենց բիզնեսը ստեղծելու մասին։ Ունես գաղափար բիզնեսի։ Ես իրականում ունեցել եմ այդտեղ բիզնես մինչև COVID-ը, իմ Այո, ես հիշում եմ։ հագուստի լայնի խանութն ունեինք մոլում, Գալերիա մոլում։ Ուղղակի COVID-ից հետո ամեն ինչ այնքան կտրուկ փոխվեց ու ոնց որ վարձերը բարձրացան եւ այլն։ Իրականում բայց դու շատ ճիշտ ես, այստեղ խանութ բացելը ինձ համար ավելի մաչելի էր, քան օրինակի համար Երևանում։ Ու բնականաբար ես մտածում եմ նորից այդ ուղղությամբ, դեռ չգիտեմ որ ձևով նորաձևության ոլորտի մասին, որովհետև այստեղ շատ ավելի լայն են հնարավորությունները եւ վաճառքի եւ քո մտքի թռիչքը ճիշտ ներկայացնելու, որովհետև մարդիկ այստեղ սիրում են տարբեր տեսակի մտքեր, չկա ինչ որ մի ոճ, որին բոլորը հետևում են։ Ցավոք սրտի մեր քաղաքը մի քիչ քանի որ փոքր է, այդ նորաձևության, այսպես ասած, հագուստների մոդելները շատ սահմանափակ են, այսինքն եթե հիմա սա են բոլորը, չեմ, մեկը երկուսը կրում, բոլորը սկսում են նույն կերպ հագնվել եւ այդ ազատությունը ոնց որ չլիներ։ Բայց ասեմ քեզ Հայաստանից եկած հասարակության համար շատ ավելի դժվար է այստեղ հագուստ գտնելը, որովհետև մենք սովոր ենք, որ Հայաստանում կան շատ դիզայներներ, կա հագուստ, որը համապատասխանում է մեր մտածելակերպին ու ճաշակին, որովհետև այնտեղ ավելի գերիշխում են նման մարդիկ, բայց այն մարդիկ, ովքեր գալիս են Երևանից իրենց ուրույն ոճով այստեղ, սկսում են դժվարանալ, որովհետև հայ դիզայներներ շատ քիչ են, գրեթե չկան։ Իսկ այն հագուստը, որը մենք կուզեինք, չենք կարողանում գտնել։ Եթե պատվիրենք էլ ստացվում է շատ ավելի թանկ իրականում։ Այո։ Համաձայն եմ։ Ես on-line տարբերակով եմ գտել ոնց որ լուծումը, on-line տարբեր խանութներով։ Ես օրինակ գտնում եմ այն ինչ որ ուզում եմ որ լինի, չգիտեմ, ավելի նորաձև, ավելի մի քիչ եվրոպական ոճի, որը մեզ ավելի մոտ է։ Բայց որ ասում են ճաշակին ընկեր չկա, այստեղի պահանջարկն էլ է մի քիչ տարբեր մարդկանց։ Դու որ թվականներին Հայաստան տեղափոխվեցիր։ 2004։ Հիշում ես, որ այն ժամանակ չկար հագուստ, այսինքն ինչ առումով մի քանի խանութ կար եւ տոնավաճառ եւ եթե դու տարբերվող ոճ ուներ եւ ցանկություններ հագուստում քեզ ինքնաարտահայտելու չէիր գտնում։ Եվ ինչ էր մնում միակ տարբերակը, որ դու գնեիր այդ հասարակ հագուստը եւ վրան ինքնին կամ էլ եթե մեկնում էիր արտասահման այնտեղից բերեիր կամ քեզ բերեին քո բարեկամները, ուղարկեին ծանրոցներ, այստեղ ապրողներն էլ կհիշեն։ H&M անգամ հիշում ես մեր համար բայց չկար, բայց որ բերում էին ինչ որ Ամերիկայից կամ Եվրոպայից, այդ մեր համար Terranova խանութն առաջին տարբերվող նորաձև տարբերակ։ Այո։ Այս պահին փոքրիկ դադար կունենանք եւ կվերադառնանք։ Այսօր ողջունում ենք ձեզ տոնական առավոտով, որովհետև այսօր մայիսի 28-ին հիշում ենք ինչպես է լինում մեր պետականության ստեղծման օրն է եղել եւ մեզ համար շատ պատվավոր օր է այսօր։ Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է։ Օր, երբ մոխրից դուրս եկած ժողովուրդը կանգնեց որպես ազգ, որպես պետություն, որպես արժեք, որն ավելի բարձր է, քան ցանկացած վախ կամ պարտություն։ 1918 թվականին հայ ժողովրդի համար ամենամեծ բեկումնային տարիներից մեկն էր եւ առհասարակ այդ շրջանում ամբողջ աշխարհը քաոսի մեջ էր եւ դրանից օգտվելով ինչպես միշտ մեր հակառակորդ ազգը փորձում էր գրավել նաեւ Երևանը։ Եվ հենց այդ ժամանակ մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը։ Սա սովորական ճակատամարտ չէր, սա գոյամարտ էր հայության, նրա ինքնության, ազգային արժանապատվության եւ պետականության համար։
Հակառակորդի թիվը չնայած որ շատ ավելի մեծ էր գերազանցում էր մերին, բնականաբար Օսմանյան կայսրությունը շատ հզոր վիճակում էր այն ժամանակ գտնվում, դե հենց այդ նույն պրինցիպների մասին էր խոսքը, երբ որ խոսում էինք նախորդ հատվածում հաղորդման, երբ որ քո հակառակորդը չունի սահմաններ դաժանության կամ անարդարության, նրա դեմ պայքար մղելը շատ ավելի է դժվարանում, երբ որ դու այդպեսին չես։ Մենք լինելով շատ ավելի փոքրականակ այդ ընթացքում ունեցանք համախմբվեցինք, հենց նույն այդ ժամանակ էր, երբ որ մենք նոր էինք վերականգնվել, նոր էինք տարել մեր գենոցիդը հայերի ու դեռ վերականգնված էլ չէինք, սխալ եմ ասում, որովհետև ամենաջախջախված ժամանակ մենք համախմբվեցինք եւ շատ ավելի փոքր քանակով մենք ճիշտ ռազմավարությամբ կարողացանք հպարտորեն դուրս գալ այդ իրավիճակից։ Այո, նրանք կռվում էին ոչ թե սեփական տանիքը պահելու համար, այլ ամբողջ հայկական անունը, հայկական ապագան վերացնելու, չթողնելու համար։ Սա պայքար էր լինել կամ չլինելու, եւ նրանք ընտրեցին լինելը ու պարտադրեցին պատմությանը ընդունել այդ ընտրությունը։ Եվ հենց այս հաղթանակի վրա հենվելով մայիսի 28-ին հայ ժողովուրդը տոնում է այս կարևոր օրը։ Այսօր մեկ դար անց Սարդարապետը մեզ հիշեցնում է, որ անկախությունը նվեր չէ, այն պատիվ է, որը պետք է պաշտպանել ոչ միայն զենքով, այլ վերաբերմունքով, դիրքորոշմամբ եւ մեր խղճով։ Եվ մայիսի 28-ը մի օր չէ միայն հիշելու։ Դա օրը նորից հարցնելու։ Իսկ այսօր մենք արժանի ենք այդ հռչակագրին։ Պահում ենք այն, ինչի համար վճարվել է այդքան բարձր գին։ Պետք է հարգել, պետք է հիշել, պետք է համախմբված լինել, Անահիտ։ Մի խոսք կա շատ լավ, ասում է ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը երես, եւ գիտես ինչ հետաքրքիր մի բան կա, որ օրինակ մեկ ձիա ուժը, եթե օրինակ չեմ հիշում կոնկրետ թվերը, մեկ ձիու ուժը, եթե ինքը կարող է օրինակ 1000 կիլոգրամ քաշել, երկու ձին կարող է դրա տասնապատիկ անել։ Այսինքն համախմբվելով մարդիկ միշտ էլ կարողանում են շատ ավելին անել եւ շատ կարեւոր է։ Իդեպ հոգեբանության մեջ էլ գիտես, երբ որ մենք փորձում ենք ուժեղ լինենք եւ ոչ ոքի օգնությունը չխնդրենք, դա իրականում թուլություն է։ Այո, գիտեմ։ Որովհետեւ երբ որ դու քեզ թույլ չես տալիս օգնություն դիմել կամ ստանալ, դու մեծ սխալ ես անում, դա շատ բարդ թեմա է, չեմ կարող բացատրել, որովհետև եթե ինձ էլ ասեին օրինակ անցած տարի դրա մասին, ես էլ չէի հասկանա, բայց գալիս է քո կյանքի փորձով, երբ որ ինչ-որ ինֆորմացիա դու ստանում ես ուրիշ տարիքում եւ հիմա լրիվ ուրիշ ձև ես կարողանում արդեն հասկանալ։ Իդեպ եթերից առաջ էլ խոսում էինք այն երգերի մասին, որոնք լսում էինք օրինակ 10-15 տարի առաջ եւ այդքան խորը իմաստը չէինք հասկանում, ինչպես հիմա։ Հիմա բոլորովին ուրիշ կերպ ենք լսում եւ հասկանում երգերի իմաստը, բայց այնքան եմ կարոտում այդ ժամանակվա երգերը, մի տեսակ, չգիտեմ, հիմա փոխվել է ամեն ինչ, այն երգերը շատ ավելի մնայուն էին։ Իդեպ Հայաստանում 2000 թվականից վերև արդեն այդ միլենիում շրջանը որ կար եւ մեր սերունդը հենց կոչվում է միլենիալներ, նման մի բան, մենք միլենիումի սերունդն ենք համարվում ես եւ դու 2000 թվականից հիշում ես որ սպասում ենք աշխարհի վերջը պետք է լիներ։ Հա, ասում աշխարհի վերջն է։ 2000 թվականից վերև արդեն Հայաստանում էլ սկսեց շատ ավելի մեծ ծաղկում կապրել, զարգանալ եւ այն մարդիկ ովքեր 2000-ից հետո, այսինքն այդ շրջանում են եկել Միացյալ Նահանգներ, չեն տեսել այդ ոսկե շրջանը, այդ զարթոնքը, այդ փոփոխությունները մեծ եւ այդ շրջանում ամեն ինչ շատ իսկական էր։ Դեռ մենք գամված չէինք հեռախոսներին եւ համացանցերին, իսկական կյանք էր վայելում էինք, ուրախանում էինք, ստեղծագործում էինք, հիշիր, մշակութային կյանքը, երգարվեստ, ամեն ինչը շատ բուրըն շրջանում էր գտնվում։ Հիշում եմ մեր կոնսերվատորիայի սովորելու տարիները, ինչքան քիչ բան էր մեզ պետք, որպեսզի մեզ երջանիկ զգանք, մենք կարող էինք, չգիտեմ, ընկերուհիներով 5 հոգով գնանք Տիֆոզին, կհիշես, հենց հետևներ կոնսերվատորիայի մեկ աղցան վերցնել ու մենք այնքան էինք ուրախ էր մեր օր անցնում, մեզ ավել բան պետք էլ չէր ու
Շատ փոխվել է ամեն ինչ, շփման պակաս կա հիմա մարդկային, որովհետև իհարկե հեռախոսները եւ ChatGPT-ն Շատ գեղեցիկ ժամանակներ է, բողոքելով չենք ասում, որ լավ էր այն ժամանակ, ուղղակի զգում ենք պակաս այդ հոգևորի, այդ շփման իրականության, որովհետև հիմա էլ շատ մեծ հնարավորություններ է մարդուն տալիս համացանց, հասանելիությունը ինֆորմացիայի, հնարավորությունը ինքդ դու քո տանը քո հեռախոսով գերաստղ դառնալը եւ ամբողջ աշխարհին քո մասին ցույց տալը, իսկ այն ժամանակ հիշիր երկչույի դառնալը, հաղորդավարի դառնալը իսկապես եզակի մարդկանց կարող էր դաշնորվել, այն մարդկանց, ովքեր հստակ յուրաքանչյուր օր իրենց քայլերով գնում էին դեպի դա։ Այսօր վերցնում ես հեռախոսը, նստում ես ցանկացած անկյունում եւ դառնում ես այն, ինչ կաս ու ուզում ես ցույց տաս մարդկանց։ Հետաքրքիր է, շատ է փոխվել։ Ասում են, թե 2025-ն էլ է լինելու մեծ փոփոխությունների շրջան, այսինքն ինչպես 2000-ից հետո փոփոխություն եղավ համացանցի մուտքով, այդպես էլ հիմա այս ռոբոտների եւ արհեստական բանականության շրջանում է մեծ փոփոխություն սպասվում մարդկանց, դե հուսանք դրական կլինի։ Այո։ Ամեն մարդ կյանքին տալիս է այն, ինչ որ իր ներսում է կրում, այնպես որ եթե դուք լույս եք ձեր ներսում կրում, հնարավորինս շատ կիսվեք եւ տվեք, որովհետեւ չարություն ունեցող մարդիկ են շատ կիսվում, իրենք շատ ավելի են կեղտոտում իրենց շուրջը, դուք էլ ուսավոր եք ձեր շուրջը։ Եվ իրենք շուտ են ծերանում, չար մարդիկ շուտ են ծերանում։ Բալանսը պահելու համար եկեք գոնե լինենք բարի։ Օրը բարի սկսենք, իսկ մենք փոքրիկ դադարից հետո նորից կմիանանք ձեզ եւ արդեն կպատմենք։ Եվ կփորձենք լույս տարածել։ Այո։ Մնացեք մեզ հետ։ Մենք կրկին եթերում ենք, սա համահայկական առավոտն է եւ ձեզ հետ շարունակում ենք լինել ես, Աննան եւ Անահիտը։ Այո։ Եվ կարծում եմ փոքրինչ կարելի է խոսել աստղագիտական բաների խորհուրդների մասին։ Այսօր մայիսի 28-ին լուսինը դեռ մնում է կույսի համաստեղության մեջ։ Սա նշանակում է օրը պահանջում է հստակություն, հանգիստ կազմակերպվածություն եւ մտքի լռություն։ Ճիշտ ժամանակն է վերադասավորելու առաջնահերթությունները ոչ թե ճնշման տակ, այլ պատասխանատվությամբ։ Եվ քանի որ լուսինը կույսի նշանի մեջ է, ովքեր հետաքրքրում են աստղագիտությամբ կհասկանան ինչի մասին է, որովհետև կան տներ, կախված է նաև թե որ տան մեջ է այդ պահին լուսինը եւ որ նշանի մեջ, եւ դա ազդեցություն է ունենում որոշակի, միանշանակ դա այդպես է, որովհետև նույնիսկ լեալուսնի օրերին բոլորս էլ զգում ենք, թե ինչ է մեր հետ կատարվում, մարդիկ ավելի դյուրակրկիր են դառնում, ինչ որ է դա հազարավոր տարիներ առաջ հաստատված փաստեր է, որ այդ ազդեցությունները կան։ Եվ երբ որ այս պահին կույսի նշանի մեջ է լուսինը, դա նշանակում է կույս նշանի հատկանիշներն է օրինակ վերցնում, որովհետև կույս նշանը ինչպիսին է շատ կարգու կանոնով, մաքրության գերի, արդարության։ Իդեպ գիտես, կույս նշանը համարվում է ամենահավատարիմը բոլոր նշաններից։ Այո։ Այսօր ինչ կարելի անել։ Լավ է խուսափել խառը միջավայրերից, դատողություններից, հուզական ճնշումներից։ Մի արձագանքեք առաջին իսկ գրգռման վրա, այսօր ուժեղ է բառի ազդեցությունը։ Ու թող ձեր բառը լինի կառուցող, ոչ թե կործանող։ Իդեպ այսօր նաև հիշողությունը կապված է արժեքի հետ, իսկ տիեզերքը այսօր հարցնում է ինչ արժեք եք կրում դուք եւ այսօր հիանալի օր է, որպեսզի խոսեք հիշողությունների մասին, ինչը մենք անկախ մեզանից այսօր արեցինք։ Այո, առավոտից մենք նստած հիշողությունների գիրքն ենք ընկել, ինչպիսին էր կյանքը մի քանի տարի առաջ եւ նստած նույնիսկ մեր անձնակազմի հետ իդեպ այսօր աղբը տանելու օրն է, բացի մի բան ասեմ, շաբաթ օրերը չգիտես ինչու առավոտյան ժամը 6-ին այս ձայնը նորից գալիս է, ինչու են որոշում, որ այդ հանգստյան օրը այդ առավոտյան ժամը երևույթին ձեր տարածքում շաբաթ օրն է այդ օրը, այո, առավոտյան ժամերին, բայց բացի թռչունների ծլվլոցից եւ այս գեղեցիկ տեսարանից երբեմն բախվում ենք նաեւ նմանատիպ բաների, ինչը սովորական է, ոչինչ։ Այո, տեխնիկական նկատառումներով ուշադիր եղեք փաստաթղթերի, նամակների, ծախսերի հետ, ուրիշ օր կարող է անցնել, այսօր ոչ։ Կույսի լուսինը մանրուքների պատասխանատու պահպան է։ Մի անտեսեք այն։
Իդեպ խոսեցինք նաև համացանցով հայտնի դառնալու մասին, չէ՞, եւ խոսեցինք այն մասին, ինչքան հեշտ է ինչ որ մի բան վերցնել, անել եւ դա մատուցել։ Այս օրերին մեր ժամանակահատվածում շատ պոպուլյար են դարձել աստղաբանները, աստղագետները, նումերոլոգները։ Դա արդեն վերածվել է զավեշտի, որովհետեւ ինչպես ասում են ով ոչինչ չունի անելու, չունի ոչ շնորհք, ոչ մասնագիտություն, իրեն առանց կրթության հրճակում է ինչ-որ մի բանի մասնագետ եւ սկսում է։ Իդեպ եթե շատ խորամանկ եւ շատ խելացի քայլեր անեն, կարող են առանց գիտելիքի դառնալ շատ պոպուլյար։ Մինչդեռ մեկ այլ մասնագետ, որ իսկապես իրապետում է ամեն ինչին շատ լավ, բայց չունի այդ հմտությունները հռետորական արվեստի կամ ինտերնետով իրեն առաջ տանելու համացանցով սոցկայքերով Բայց լավ բան է, ուղղակի պետք է ճիշտ մարդու հանդիպել։ Այո, իրականում ես էլ շատ լավ մասնագետներ գիտեմ, դիզայներներ կլինեն, թե հոգեբաններ, ովքեր որ ունեն այդ ամեն ինչ այդ գիտելիքը, բայց շատ ամաչում են օրինակ հեռախոսը դնեն եւ խոսեն դրա մասին, այսօր էլ այդ տարբերակն է ավելի արդիական։ Գիտես, ես նկատել եմ կյանքիս ընթացքում, որ շատ տաղանդավոր մարդիկ իրենց առաջ չեն կարողանում տանել, դրա համար երևի թե հենց ծնվել է պրոդյուսերի մասնագիտությունը, ով կարողանում է ուրիշի տաղանդով վաստակել գումար, որը իրեն էլ է օգուտ արտիստին ու մասնագետին էլ է։ Ես նման ընկերուհի ունեմ անգամ ստեղ Միացյալ Նահանգներում, որ զբաղվում է մարդկանց պրոդյուսերությամբ, այսինքն դա կլինի լոյեր, դա կլինի, չգիտեմ, նումերոլոգ, դա կլինի երգչուհի կամ դիզայներ, ինքը 0-ից մինչև վերջ համ Instagram մենեջերը, համ ստրատեգիա է մշակում, դա շատ հետաքրքիր եւ լավ մասնագիտություն է, կարծում եմ, այն մարդկանց համար, ովքեր որ միայնակ չեն կարողանում դա անել։ Բայց համաձայնիր, որ ինչքան էլ այս օրերին ամենապահանջված մասնագիտություններից մեկն է մարքետոլոգը եւ մարքեթինգը առհասարակ, շատ քիչ մարդիկ են իրականում տիրապետում դրան։ Շատ քիչ, որովհետեւ դա լուրջ գիտություն է, դա գիտելիք է, որը սերտորեն կապված է հոգեբանության հետ ամենաառաջին։ Եվ գիտես, այն օրը մտածում էի օրինակ ապագա մասնագիտությունների մասին, թեկուզ իմ տղայի համար եւ մարքեթինգը մտնում էր այդ մասնագիտությունն, մարքետոլոգ լինելը այդ մասնագիտությունների մեջ, որոնք ես տեսնում եի, որ կարա ուսումնասիրի եւ այլն երեխան, բայց հիմա նայում եմ, որ ChatGPT-ին ցավոք սրտի այնքան ահռելի աշխատանք է կատարում, այսինքն այդ ամեն ինչը նա անում է ու ես վախենում եմ, որ հետագայում, գուցե մի քանի տարի հետո, արդեն այդքան մեծ չլինի մարքետոլոգների պահանջարկը, որովհետև յուրաքանչյուր մարդ կարա իր բիզնեսը նկարագրի, տա ChatGPT-ին ինքը իր համար ամեն դեպքում այս շրջանում ChatGPT-ին դեռ այդքան ունակություններ չունի։ Չգիտեմ հետագայում ինչ կլինի, բայց ChatGPT-ին արհեստական ինտելեկտը դեռ նոր է ստեղծված եւ շատ թերություններ ունի։ Կարա թվա թե շատ հարցերում շատ օգտակար է, ես ամբողջ օրվա ընթացքում կապս պահում եմ արհեստական ինտելեկտի հետ ամեն հարցերով, ամեն ինչի հետ կապված, բայց այն ինչը որ արդեն հասնում է ստեղծագործական բաներին շատ թերի է եւ կաղում է։ Գուցե կատարելագործեն հետո, բայց մեր օրերում դեռ շատ է զիջում, իսկ մարքեթինգը այն ոլորտն է, որտեղ իսկապես դու անհատական պիտի մոտեցում տաս։ Համաձայն եմ, բայց դրա հետ մեկտեղ նայ, օրինակ նույն կոնկուրենտներին ուսումնասիրելը եւ այլն, դա ժամանակատար աշխատանք է։ Մինչեւ դու research ես անում, ովքեր կան քո մասնագիտության մեջ եւ այլ, ChatGPT-ին դա մի րոպեում է անում։ Եթե դու լավ մասնագետ ես, ChatGPT-ին պարզապես քեզ կարա օգնական լինի, բայց չի կարա քեզ փոխարինի։ Միևնույն է, գիտես, ինչքան էլ մարդիկ սովորում են նույն, օրինակ վերցրենք որևէ համալսարանի կոնկրետ բաժինը, չէ՞, ինչքան մարդ է տարեկան ավարտում այնտեղ կամ 10 տարվա մեջ, բայց այդ 10 տարվա կտրվածքով այդ բաժնի ավարտածներից քանի հոգին է դառնում շատ քիչ պահանջված։ Դա շատ անհատական է, դա չի կարող փոխարինել ChatGPT-ին, ինչ որ հուսանք որ չի փոխարինի։ Եթե մարդու մեջ դրված է լայն աշխարհընկալում, ինքը ցանկացած մասնագիտության մեջ կարող է իմ կարծիքով առանձնանալ։ Համաձայն եմ, հուսանք։ Իսկ մենք կվերադառնանք փոքրիկ դադարից հետո։
Սա համահայկական առավոտն է, մենք կրկին եթերում ենք եւ շնորհակալ ենք, որ առավոտները սկսում եք միասին։ Այսօր շատ թեմաներ արդեն խոսեցինք եւ դեռ շատ առիթներ կունենանք հետաքրքիր հյուրեր այստեղ ունենալու, հետաքրքիր բաներից խոսելու։ Իդեպ մի բան եմ ուզում նշեմ, որ այսօր Առաջին Հանրապետության ձևավորման եւ պետականության օրն է մեր, մայիսի 28-ը։ Այս շրջանում մենք երեքս ենք կտրվել օրինակ պետականությունից, այսինքն կազմել ենք մեր պետականությունը ամսի 26-ին մայիսի դա արել է Վրաստանը, 27-ին Ադրբեջանը եւ 28-ին արդեն մենք, ինչի եմ ուզում դրա մասին խոսեմ, որովհետեւ այն ազգերը, որոնք ավելի շատ իրար նման են, միատիպի են իրենց խառնվածքով, ապրելակերպով, գենետիկայով, չեմ համեմատում մեզ ոչ ոքի հետ, բնականաբար ես շատ գնահատում եմ, ես ուսումնասիրել եմ ու գիտեմ մեր պատմությունն ու գեները եւ ով ենք մենք, ոչ ոքի հետ չեմ համեմատում, բայց միշտ աշխարհի տիրակալներին, ուժեղ պետություններին ավելի հարմար է, որպեսզի դուք ոչ թե անձնական լինեք այն ազգերի հետ ում նման եք, այլ թշնամի լինեք իրենց, որպեսզի դուք ուժ չկազմեք, այլ նույն ձեռքը ձեռք է լվանումի պրինցիպն է գործում։ Ռուսաստանը Ուկրաինայի հետ գրեթե նույն ազգ լինելով կռվածրեցին մենք վրացիքի հետ, վրացիների ներողություն, այդքան սերտ կապված ամբողջ պատմության մեջ դու պատկերացնում ես, եթե այդ մի քանի հանրապետություններ իրար կողք գտնվելով իրանք ինչպիսի ուժ կկազմեն, դրա համար ոչ ոքի ձեռնտու չէ։ Բիզնեսում նույնպես այդ օրենքն է գործում, երբ որ դու մեկի հետ կոնկուրենցիայի մեջ ես, բայց երբ որ դուք դառնում եք պարտնյոր եւ գոնե իրար չեք խանգարում, եթե նույնիսկ չեք օգնում, շատ ավելի լավ է։ Ավելի ծախսում։ Եթե դու նոր ես տեղափոխվել եւ խոսեցինք բիզնես ստեղծելու մասին, որոնք են դժվարությունները նոր եկողների համար, դու քո տեսանկյունից ինչ ես հասկացել օրինակ։ Դե բնականաբար ԱՄՆ-ն ինչպես եւ յուրաքանչյուր կարծում եմ երկիր ունի իր պլյուսները եւ ունի իր մինուսները։ Մինուսներից սկսեմ թե պլյուսներից։ Մինուսներից այն է, որ դժվարությունները նոր գալու։ Դժվարությունները հատկապես այս շրջանում, երբ որ օրինակ վերջին մի քանի տարվա եկողների համար շատ ավելի դժվար է, որովհետև ամբողջ աշխարհում է կյանքը փոխվել COVID-ից հետո, շատ ոչ ստաբիլ, դժվար, շատ մեծ գնային փոփոխություններ եղավ, գները բարձրացան, եկամուտները պակասեց մարդկանց եւ չգիտես ուր է սա տանում։ Այս շրջանում այստեղ տեղափոխվելը շատ ավելի դժվար է, ես դա գիտեմ։ Այո, գնային փոփոխություն կա, անգամ ես մի քանի տարի, մի 2 տարի առաջ այստեղ երբ որ եկել էի պարզապես հանգստանալու, անգամ այդ 2 տարվա մեջ շատ մեծ տարբերություն կա գնային, իհարկե գները շատ թանկ են։ Ապահովությունը երևի, ապահովության այդ զգացողությունն այստեղ շատ քիչ, որովհետև շատ տարբեր բաներ ես տեսնում, լսում։ Եթե ես Երևանում կարող էի թողել տղաս, չգիտեմ, Բաքում խաղար ընկերների հետ մինչև ուշ գիշեր, այստեղ ես անգամ ցերեկով, չգիտեմ, շատ անհանգիստ եմ, երբ որ ես իր կողքին չեմ, շատ տարբեր դեպքեր ես տեսում։ Իհարկե նմանատիպ դեպքեր յուրաքանչյուր մեծ քաղաքներում կան, Ռուսաստանում էլ կան, չգիտեմ, Եվրոպայում էլ կան, բայց երբ որ դու մի հատ փուջուր տեղից ես տեղափոխվում մեծ երկիր, իհարկե տարբերությունը մեծ է, անգամ չգիտեմ, ես Uber կանչելիս միշտ անգամ եմ cancel-անում, մինչև հայ վարորդ չլինի, երբ որ հայ վարորդ է լինում, նոր ոնց որ վստահորեն կարող եմ օգտվել այդ ծառայությունից։ Իսկապես ճիշտ նշեցիր, որ կոնկրետ Հայաստանից այստեղ գալուց հետո ես շատ կտրուկ զգում, որովհետև մեր երկրում այդ ապահովության զգացումը, որ բոլորը քո հարազատներն են։ Գիտեք, դուք հիմա Հայաստանում ապրելով դա չեք զգա, ես վստահ եմ։ Դուք չեք համաձայնի գուցե իմ հետ, բայց երբ որ դու գալիս ես այստեղ եւ կարծես անկախ ամեն ինչից դու օտար ես։ Ինչ ուզում է լինի, երբ որ դու քո հայրենիքում, քո տանը չես, դու օտար ես, թեկուզ ամբողջ կյանքդ ես այդտեղ անցկացրել, որովհետև երբ որ դու գալիս ես Հայաստան, ընդհանուր Հայաստանը քո տունն ես համարում։ Եվ յուրաքանչյուրին հարազատի ու բարեկամի պես ես վերաբերվում ու ընդունում, ու իմ շենքում օրինակ, որտեղ ես եմ մեծացել, 3 մեծ շենք
մի քանի հազար բնակիչներ, մենք կարծես բոլորս մի ընտանիքից լինեինք պատկերացրու, ոչ դուռ էինք փակում, ոչ իմ ու քո երեխա էինք տարանջատում։ Երբ ես դու տեղափոխվել։ Ընդամենը 6 տարի է։ Հա, նո մի քիչ հիմա այլ է այդ տարբերակները նույն Հայաստանում նամանք նորակառույց են քերում, Հա, ուզում եի ասել, հին, օրինակ մենք 40 տարի ապրող մարդիկ են այդ մարդիկ արդեն մի քիչ, հա, ոնց որ մենք անգամ բնակիչներ կային, որ չես ճանաչում, նո ստեղ էլ է նույնը այդ առումով։ Մինուսներից էլ ինչ կառանձնացնես օրինակ ստեղի Դες ես ինչ ձևի մարդ եմ, ես մտածում եմ, որ ցանկացած բանի մեջ, որ ուզես կգտնես թերություն, եւ եթե հակառակը կարող կգտնես նայ։ Ես փորձում եմ միշտ ամեն ինչի մեջ դրականը գտնեմ, թե մարդկանց, թե երևույթների, թե ամեն ինչի։ Դրա համար եթե փորձեմ գտնել թերություններ, շատ կգտնեմ, բայց չեմ սիրում խոսել թերություններից։ Համաձայն եմ։ Եվ նաև համարում եմ, որ անկախ պայմաններից, որտեղ դու ապրում ես, դու ես քո շուրջը ստեղծում ամեն ինչ։ Միանշանակ ու ստեղ էլ գիտես, մարդիկ կան, ովքեր որ տեղափոխվել են, բայց տենց էլ չեն ընդունում այստեղ իրանց, չեն ընդունում այս երկիրը, այլն իրանց շատ դժվար է։ Ես նույնպես փորձում եմ այդ վատ կողմերը ոնց որ փապկացնել, գտնել լուծումներ, որոնք որ ինձ եւ իմ ընտանիքի համար ավելի հարմար են ու ճիշտ։ Յուրաքանչյուր տեղ կարծում կարող ես գտնել քեզ, գտնել քոնը, ամեն ինչ կախված է քո ներսից, թե դու ինչպես ես տրամադրված։ Ես շատ դրական եմ տրամադրված։ Մեզ այդտեղ շատ դուր է գալիս, տղաս գնում է հիանալի դպրոց, հայկական դպրոց, որտեղ շատ բարձր արժեքներ կան մարդկային եւ այդ հայկական հայեցի մեծանալը այնտեղ շատ կարեւորում են։ Տպավորությունը շատ կարևոր է նաև այն դեպքում, երբ որ դու այստեղ ամբողջությամբ մենակ ես եկած, թե ունես կողքից հարազատ մարդիկ, թեկուզ պարզապես հոգեպես, դա շատ դժվար է, երբ որ տեղափոխվում ես, ամեն ինչ ուրիշ է, կողքդ չկան հարազատներ։ Փառք Աստծո, ունենք այսօր FaceTime, WhatsApp, Viber, որ կարող ենք մեր հարազատների հետ վիդեոյով խոսել գոնե։ Չէ, բայց բացի կարոտը նույն հաջողությամբ, երբ որ դու գիտես, երբ որ դու զբաղվում ես, աշխատում ես եւ քո որդին օրինակ մայրիկիդ հետ է, թե միայնակ է, դա շատ տարբեր է։ Այս թեմայով կարելի է հավերժ խոսալ եւ միշտ կշարունակենք այս թեման։ Այո։ Մեր եթերաժամը սպառվեց, հիշեցնենք, որ մեր հովանավորն է, մեր գործընկերն է Կարսի լավաշը իր անզուգական հացի եւ լավաշի տեսականիով եւ նաեւ քաղցրավենիքի։ Այս բույրը համեղ թարմ նոր բերված մեր տաղավարում է եւ ձեզ հրաժեշտ տալուց հետո մենք կսկսենք այն ուտել։ Իսկ մենք կտեսնվենք վաղը նույն ժամին առավոտյան 10-ին միացեք մեզ։ Շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ եք դիմավորում։ Լավ օր բոլորիդ, կհանդիպենք վաղը։ Հաղորդման հովանավորն է Կարսի լավաշ ընկերությունը։